Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, խոսքս վերաբերվում է ծննդի անվտանգության նախարարությանը ու բարեկային ծառայության հրամանատարին, ոստիկանության հրամանատարին միջոցներ ձեռնարկել, բազմիցս անգամ եմ խոսացել սրա մասին, ևս մեկ անգամ եմ խոսում ու շատ զայրացած, ասենք, որ մտնում ես առևտուրային մթերային խանութներից, գյուղերում, ռայոններում ու ամեն տեղ, կապ չունի, ամբողջ Հայաստանով, գլոբալ Հայաստանով է վերաբերվում, սա ինչ է նշանակում, նախ առաջին է, կեղտոտ ձեռները տանում եք ձեր բերան հասկացում, մարդու ամենակեղտոտ մասը, որտեղ է, չասեք հետանցքը կամ, չգիտեմ, օրգանիզմի, ամենակեղտոտ հատվածը դա բերանն է, եթե չեք իմանում տղասներ, ասեմ իմանաք, մարդու ամենակեղտոտ օրգանիզմը, ամենակեղտոտ մասը դա բերանն է, որ կարա տանի և ոչ արդեն հասկացողները կհասկանան, ինչ է նշանակում, թքոտեն, որ թելեֆոնը բացեն, դա գուբկեն էլ դրած կողքը, խայսատը դարը շատերի, կամ փոխհաշվելուց, կեղտոտ ձեռը տանում ես բերանդ, բայց էլ քո բերանիդ միկրոբները կպցնում թղթին ու կամ թելեֆոնին, փողին, ու մարդուն էլ կոպիտ ասած 1000 անգամ շատ կներեք կեղտոտելու, գառլախելու ձև չգիտեք, 1000 անգամ ներողություն, քաքեք այդ ամենի ջուջ վրա տվեք իմ, ուտելիքի ու փողի վրա քաքեք ու տվեք մարդկանց, ես ինչքան ասում ինձ զսպեմ, բայց չեմ կարող ասեմ, ձեզ եմ դիմում, պարոն ոստիկանապետ, ծառայության հրամանատար, պետ, նախարարության, անվտանգության նախարարության հրամանատար, ղեկավար, խելացի անձնավորություններ, ում որ տեսնում եք նման արարմունք, խանութի մենեջերներ, տնօրեններ, տեր ու տիրակալներ, ձեր աշխատողություններին հետևողական լինեք, մի հատ նկատողություն ունես, թող գնաս, կարող եք ուտելիքը վեր կանեմ, ես տանեմ, ես ուտեմ կամ իմ հարազատը ուտի, դու եթե դու գառլախ եք, կեղտոտ անձնավորություն եք, չեք մարդուն բանանում, իմ հետևից ընգած են արդեն, այս սթորիների հետևանքով, բայց դուք փոշմանելու եք, ես դա հասկանում եմ, մի խոսքով, ես չգիտեմ արդեն ինչ ասեմ, ոնց բացատրեմ, բար լեզվին են տալի, հասկացողներ ասում են կներես, բար մյուսներ լեզվին են տալիս, կռվի տեղիք են տալիս